Երբ թշնամիդ քանդում է քո ամենաթանկը, իսկ Աստված պատվիրում է սիրել նրան։ Պատկերացրեք մի տեսարան։ Գևորգը բռունցքները սեղմել էր այնքան ուժգին, որ եղունգները խրվել էին ափի մեջ։ Նրա աչքի առաջ ոչ թե ուղղակի քարի կտորներ էին, այլ իր հոր կյանքի վերջին գործը՝ սրբատաշ խաչքարը, որը բուլդոզերի շերեփով ջարդուփշուր էր արել Տիգրանի մարդը։ Մարմարի սառը բեկորները կարծես սեփական սրտի կտորներ լինեին, որ ցրվել էին հողի վրա։ Այս պատմությունը սոսկ հավատքի փորձության մասին չէ, սա ցույց է տալիս, թե ինչպես կարող է Քրիստոսի ամենադժվար պատվիրանը՝ սիրեցեք ձեր թշնամիներին, դառնալ ոչ թե թուլության, այլ հաղթանակի ամենահզոր զենքը։ Բայց ամենակարևորը, մենք ականատես կլինենք մի անհավանական քայլի, երբ Գևորգը որոշում է իր թշնամու համար ստեղծել մի բան, որը կցնցի բոլորին և ընդմիշտ կփոխի այս պայքարի ելքը։ Պատրաստվեք տեսնելու, թե ինչպես է հոգևոր զենքը ջախջախում աշխարհի ուժը։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանիսն ենք մենք։ Բուլդոզերի դեղին հսկայական շերեփը դանդաղ, բայց անխուսափելիորեն բարձրացավ օդ։ Մի պահ կարծես կանգ առավ, արևի շողերի տակ փայլելով չարագուշակ մետաղական փայլով, ապա սկսեց իր անոհոք վայրեջքը։ Գևորգի 40-ամյա խաչքարագործի արհեստանոցի փայտե ցանկապատը ճռնչաց, տրաքեց և փշուր-փշուր եղավ, կարծես չոր ճյուղ լիներ։ Տրակտորի շարժիչի խուլ գոռոցի միջից լսվեց բանվորների ծիծաղը։ Գևորգը, որ կանգնած էր արհեստանոցի բաց դռան մոտ, զգաց, թե ինչպես է արյունը շարաչյունով հարվածում քունքերին։ Նրա կողքին կանգնած երիտասարդ աշակերտը, 18-ամյա Հակոբը, սարսափահար բռնել էր վարպետի թևից։ «Վարպետ Գևորգ, նրանք քանդում են», կակազեց նա։ Գևորգի հայացքը սառն էր, ինչպես այն տուփ քարը, որի վրա նա քանդակում էր իր խաչքարերը։ Նրա աչքի առաջ ոչ թե ուղղակի ցանկապատ էր, այլ իր պապի ձեռքով տնկած ծիրանենու սահմանը, իր հոր կառուցած արհեստանոցի սահմանը, իր սեփական կյանքի սահմանը։ Բուլդոզերի խցիկից ցած իջավ մի բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդ Տիգրանը։ Նա շինարարական ընկերության սեփականատերն էր, որը գնել էր հարևան հողակտորը և պատրաստվում էր բարձրահարկ շենք կառուցել։ Նրա դեմքին ինքնագոհ ժպիտ էր։ «Գևորգ, ասացի չէ, որ այս տարածքը իմն է, փաստաթղթերով իմն է, քո պապի ծիրաներին ինձ չի հետաքրքրում։ Կամ վաճառում ես ինձ այս խղճուկ արհեստանոցը գրոշներով, կամ ես այն հողին կհավասարեցնեմ որպես ապօրինի շինություն»։ Գևորգի բռունցքները սեղմվեցին այնքան ուժգին, որ եղունգները խրվեցին ափի մեջ։ Նա նայեց Տիգրանին, հետո ցանկապատի փշուրներին, ապա արհեստանոցի խորքում կանգնած անավարտ խաչքարին, որի վրա աշխատում էր արդեն 3 ամիս։ Դա պատվեր էր Գեղարդի վանքի համար։ «Սա Աստծո տուն է, Տիգրան», հանգիստ, բայց պողպատի պես ամուր ձայնով ասաց նա։ «Այստեղ քարը աղոթք է դառնում։ Դու չես կարող սա քանդել»։ Տիգրանը բարձրաձայն քրքչաց։ «Աստծո տուն։ Ես այստեղ տեսնում եմ միայն փոշի, քարեր և մի համառ ծերուկ, որը չի հասկանում ժամանակի լեզուն։ Ժամանակը փողն է, Գևորգ, իսկ քո աղոթքները բանկում հաշիվ չեն բացում։ Ես քեզ 2 օր ժամանակ եմ տալիս։ Կամ դու ինքդ ես հավաքում քո իրերը, կամ իմ տրակտորը կանի դա քո փոխարեն»։ Նա շրջվեց և հրամայական ձայնով գոռաց բանվորներին. «Հերիք է այսօրվա համար, շարունակությունը 2 օրից»։ Բուլդոզերը դղրդալով հետ գնաց, իր հետևից թողնելով ավերածության և նվաստացման հետք։ Գևորգը մնաց կանգնած, նայելով կոտրված ցանկապատին։ Նրա ներսում փոթորիկ էր։ Մի մասը ուզում էր վերցնել մուրճը և ջարդել Տիգրանի թանկարժեք ամենագնացի ապակիները, իսկ մյուս մասը, ավելի խորը, ավելի հանգիստ մասը, հիշում էր Տեր Հովհաննեսի խոսքերը Կիրակնօրյա պատարագից. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին»։ Նա նայեց երկնքին, հետո իր ձեռքերին, որոնք ստեղծել էին հարյուրավոր խաչքարեր, և հարցրեց ինքն իրեն. «Ինչպես կարելի է սիրել այն մարդուն, ով եկել է քանդելու քո կյանքի գործը»։ Երեկոյան Գևորգի փոքրիկ տանը, որը կից էր արհեստանոցին, լարված լռություն էր տիրում։ Նրա կինը Անին լուռ սուրճ էր պատրաստում, իսկ նրանց որդին, 15-ամյա Դավիթը, նստած պատուհանի մոտ նայում էր ավերված ցանկապատին։ «Հայր, մենք ոստիկանություն չենք զանգելու», վերջապես խախտեց լռությունը Դավիթը։ «Նա ոչնչացրեց մեր սեփականությունը, դա հանցագործություն է»։ Գևորգը գլուխը բարձրացրեց ավետարանից, որը բացված էր նրա առջև, Ղուկասի 6-րդ գլխի վրա։ Նրա փաստաբանները ամեն ինչ կկարգավորեն, որդիս։ Նրա համար օրենքը թղթի կտոր է, որը կարելի է գնել։
Անին սուրճի բաժակները դրեց սեղանին։ Նրա աչքերը կարմրել էին լացից, բայց ձայնը հաստատ ուներ։ Գևորգ, միգուցե պետք է խոսել Տեր Հովանեսի հետ։ Միգուցե եկեղեցին կարող է միջամտել։ Քո պապը այս արհեստանոցը կառուցել է Սուրբ Սարգիս եկեղեցու քահանայի օրհնությամբ։ Սա սուրբ վայր է։ Գևորգը փակեց Աստվածաշունչը։ Ես վաղը կգնամ եկեղեցի, բայց ոչ թե օգնություն խնդրելու։ Ես գնում եմ հասկանալու, թե ինչպես է հնարավոր կատարել Տիրոջ պատվիրանը, երբ քո ներսում ամեն ինչ գոռում է վրեժի մասին։ Այդ պահին դուռը թաքեցին։ Գևորգը զարմացած նայեց կնոջը։ Նրանք ոչ ոքի չէին սպասում։ Դռան շեմին կանգնած էր Հակոբը, նրա աշակերտը, եւ նրա հետ էին եւս 3 երիտասարդներ, արհեստանոցի հարևանությամբ ապրող տղաներ։ Վարպետ Գևորգ, մենք լսեցինք, թե ինչ է եղել, ասաց Հակոբը, ձայնի մեջ զայրույթ կար։ Այդ Տիգրանը սահմաններ չունի։ Մենք ձեզ հետ ենք, ասացեք ինչ անենք։ Եթե պետք է, մենք նրա մեքենայի անվադողերը կծակենք, որ հասկանա, թե ում հետ գործ ունի։ Գևորգը նայեց նրանց վառվող աչքերին, տեսավ նրանց մեջ իր սեփական երիտասարդությունը, իր սեփական բուռն զգացմունքները։ Նա հասկանում էր նրանց զայրույթը, բայց գիտեր, որ դա ճանապարհ չէ։ Ոչ, տղերք, հանգիստ, բայց վճռական ասաց նա։ Մենք այդպես չենք վարվելու։ Մեր զենքը քարն ու մուրճն են, ոչ թե դանակն ու չարությունը։ Ներս եկեք, մի բաժակ սուրճ խմենք։ Մենք պետք է ոչ թե պատասխանենք չարությանը չարությամբ, այլ գտնենք այլ ճանապարհ, Քրիստոսի ճանապարհը։ Հաջորդ առավոտ, երբ արևի առաջին շողերը նոր էին ոսկեզօծում Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթը, Գևորգն արդեն այնտեղ էր։ Նա մոմ վարեց Քրիստոսի սրբապատկերի առաջ եւ երկար աղոթեց, խնդրելով ոչ թե իր արհեստանոցի փրկությունը, այլ իմաստություն, հասկանալու Աստծո կամքը։ Պատարագից հետո նա մոտեցավ Տեր Հովանեսին, մի իմաստուն, սպիտակ մորուքով քահանայի, ով տասնյակ տարիներ ծառայում էր այդ եկեղեցում։ Նրանք միասին նստեցին եկեղեցու բակի նստարանին, հին ընկուզենու ստվերի տակ։ Գևորգը պատմեց ամեն ինչ, առանց որևէ բան թաքցնելու, խոստովանելով նաև իր սրտում բուն դրած զայրույթն ու վրեժխնդրության ցանկությունը։ Տեր հայրը երկար լսում էր, առանց ընդհատելու, նրա հայացքը խորն էր ու կարեկից։ Գևորգ, եղբայր իմի Քրիստոս, վերջապես խոսեց նա, երբ Գևորգն ավարտեց։ Դու կանգնել ես քրիստոնյայի ամենամեծ փորձության առաջ։ Աշխարհը մեզ սովորեցնում է. ատամն ընդատան, բայց Տերը մեզ ասում է, եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, մյուսն էլ դարձրու նրան։ Սա չի նշանակում լինել թույլ կամ թույլ տալ, որ ոտնահարեն քեզ։ Սա նշանակում է կոտրել չարիքի շղթան։ Տիգրանը քեզ հարվածում է աշխարհի զենքով, ուժով, փողով, սպառնալիքով։ Դու չես կարող նրան հաղթել նույն զենքով, որովհետև այդ դաշտում նա ավելի ուժեղ է։ Դու պետք է նրան տեղափոխես քո դաշտը, հոգու դաշտը։ Բայց ինչպես Սուրբ Հայր, հուսահատ հարցրեց Գևորգը, ինչ կարող եմ ես անել, երբ նրա տրակտորը կանգնած է իմ դռան առաջ։ Տեր Հովանեսը ժպտաց. Դու խաչքարագործ ես, Գևորգ։ Դու գիտես, որ ամենակոպիտ քարից կարելի է ստանալ ամենանուրբ զարդանախշը։ Քո գործիքները մուրճն ու սրիչն են, աղոթքը քո մուրճն է, իսկ սերը քո սրիչը։ Գնա տուն։ Աղոթիր ոչ թե քեզ համար, այլ Տիգրանի հոգու փրկության համար։ Եվ խնդրիր Տիրոջը, որ քեզ ցույց տա, թե ինչպես կարող ես քո արվեստով հասնել նրա քարացած սրտին։ Պատասխանը կգա։ Գևորգը հեռացավ եկեղեցուց սրտում ոչ թե հանգստություն, այլ ավելի մեծ խրովք։ Աղոթել Տիգրանի համար, ստեղծել մի բան նրա համար, դա անհնարին էր թվում, նույնիսկ անհեթեթ, բայց Տեր Հոր խոսքերը ցանվել էին նրա հոգում, եւ նա գիտեր, որ այդ սերը կամ պետք է ծլի, կամ պետք է այրի իրեն ներսից։ Տուն վերադառնալով Գևորգը գտավ իր ընտանիքը խոհանոցում հավաքված։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր, ոչ ոք ձեռք չէր տվել ուտելիքին։ Լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Նրա կրտսեր եղբայրը Լևոնը, որը Երևանի կենտրոնում իրավաբանական գրասենյակ ուներ, արագ քայլերով չափում էր սենյակը։ Լևոնը գործնական մարդ էր, տաքարյուն եւ սովոր չէր պարտվելուն։ Նրա թանկարժեք կոստյումը եւ փայլուն կոշիկները անհեթեթ էին թվում հին խոհանոցի համեստ միջավայրում։ Ես չեմ հասկանում քեզ, Գևորգ։ Կտրուկ շրջվեց նա, կանգ առնելով եղբոր դիմաց։ Մինչ դու եկեղեցիներում ես շրջում, այս սրիկան պատրաստվում է մեր պապական տունը հողին հավասարեցնել։ Մենք պետք է գործենք։ Ես արդեն խոսել եմ իմ մարդկանց հետ։ Մենք կարող ենք նրա վրա այնպիսի կեղտ գտնել, որ նա կմոռանա մեր հասցեն։ Կարող ենք նրան դատի տալ ապօրինի շինարարության համար, կարող ենք մի քիչ վախեցնել։ Այս աշխարհում ուժեղն է ճիշտ, իսկ դու ինձ ավետարան ես մեջ բերում։ Գևորգը հանգիստ նստեց սեղանի մոտ, բացեց Տեր Հովանեսի օրհնած Աստվածաշունչը եւ ձեռքը դրեց բաց էջին։
Լևոն, մեր ուժը ոչ թե կեղտի ու սպառնալիքների մեջ է, այլ էստեղ, ասաց նա, մատով թխկացնելով Սուրբ գրքին։ Տերը մեզ ասում է. հերիք է, բղավեց Լևոնը, ձեռքով հարվածելով սեղանին։ Թեյի բաժակները զնգացին։ Հերիք է քարոզել, դու քահանա չես, դու ընտանիքի հայր ես, քո որդին Դավիթը վախեցած նստած է անկյունում, քո կինը լաց է լինում, իսկ դու մեզ խորհուրդ ես տալիս մյուս թուշը դեմ տալ։ Տիգրանը դա կհասկանա որպես թուլություն և վաղը բուլդոզերով կմտնի մեր ննջասենյակ։ Անին, որը մինչ այդ լուռ կանգնած էր վարարանի մոտ, միջամտեց։ Նրա ձայնը դողում էր, բայց խոսքերը ամուր էին։ Լևոն, եղբայրդ ճիշտ է, մենք չենք կարող իջնել նրա մակարդակին, եթե մենք պատասխանենք չարությանը չարությամբ, ապա ինչով ենք մենք նրանից լավը։ Մեր նախնիները այս հողը պահել են հավատքով, ոչ թե բռունցքով։ Սա յուղ լցրեց կրակի վրա։ Լևոնը ծաղրական ծիծաղեց։ Հավատքով։ Անի, դու իդեալիստ ես, իսկ ես ռեալիստ եմ, և իրականությունն այն է, որ վաղը մենք կարող ենք հայտնվել փողոցում։ Գևորգ, ես քեզ վերջին անգամ եմ հարցնում, դու ինձ թույլ տալիս ես զբաղվել այս գործը իմ մեթոդներով, թե մենք նստելու ենք ձեռքներս ծալած ու սպասենք, թե երբ է Աստված երկնքից հրեշտակ ուղարկելու Տիգրանին խրատելու համար։ Ընտանիքը բաժանվեց երկու ճամբարի։ Դավիթը, որը միշտ հիացել էր իր հորեղբոր վճռականությամբ, տատանվում էր։ Նա տեսնում էր հոր ցավը, բայց և հասկանում էր Լևոնի փաստարկների տրամաբանությունը։ Քրիստոսի խորհուրդը, որը պետք է խաղաղություն բերեր, դարձել էր ընտանեկան պառակտման պատճառ։ Գևորգը նայեց իր եղբոր զայրացած դեմքին։ Կնոջ արցունքոտ աչքերին, որդու շփոթված հայացքին և հասկացավ, որ Տիգրանն արդեն հասել է իր առաջին հաղթանակին։ Նա քանդել էր ոչ միայն ցանկապատը, այլև նրանց ընտանիքի միասնությունը։ Ես չեմ կարող քեզ թույլ տալ, Լևոն, վերջապես ասաց նա, սա իմ պայքարն է, և ես այն կտանեմ իմ ճանապարհով։ Լևոնը գլուխը թափահարեց հիասթափված։ Լավ, բայց երբ դու կորցնես ամեն ինչ, մի զանգիր ինձ։ Նա վերցրեց իր պայուսակը և դուռը շրխկացնելով դուրս եկավ, թողնելով Գևորգին միայնակ իր ավետարանի և իր անհնարին թվացող որոշման հետ։ Այդ գիշեր Գևորգը չկարողացավ քնել։ Նա գնաց արհեստանոց, վառեց մի փոքրիկ լամպ և նստեց Գեղարդի համար նախատեսված անավարտ խաչքարի մոտ։ Քարի սառը մակերեսը կարծես սառեցնում էր նրա այրվող մտքերը։ Նա վերցրեց սրիչն ու մուրճը, բայց ձեռքերը չէին ենթարկվում։ Նրա մտքում անընդհատ պտտվում էին Լևոնի խոսքերը։ Այս աշխարհում ուժեղն է ճիշտ։ Միթե ինքը սխալվում է։ Միթե իր հավատքը պարզապես միամտություն է։ Նա նայեց խաչքարի նուրբ զարդանախշերին, որոնք պատմում էին Քրիստոսի խաչելության մասին։ Նա միշտ հավատացել էր, որ խաչի վրա Տերը ցույց տված ոչ թե թուլություն, այլ անսահման ուժ, չարին սիրով հաղթելու ուժը։ Բայց ինչպես կիրառել այդ ուժը իրական կյանքում, երբ թշնամիդ ոչ թե վերացական գաղափար է, այլ կոնկրետ մարդ, Տիգրան անունով, ով պատրաստվում է քանդել քո աշխարհը։ Հանկարծ արհեստանոցի դուռը զգույշ բացվեց, և ներս մտավ Հակոբը։ Նրա ձեռքին թերմոս էր և մի կտոր հաց ու պանիր։ Վարպետ, տեսա լույսը վառ է, մտածեցի գուցե քաղցած եք, ամաչելով ասաց նա, մայրս տաք թեյ է պատրաստել։ Նա նստեց Գևորգի կողքին քարի մի կտորի վրա։ Մի մտածեք Լևոնի ասածների մասին, նա լավ մարդ է, բայց նա չի հասկանում քարի լեզուն։ Նա տեսնում է միայն քարը, իսկ դուք տեսնում եք քարի մեջ թաքնված խաչը։ Գևորգը զարմացած նայեց իր աշակերտին։ Երբեմն իմաստությունը գալիս է ամենաանսպասելի տեղից։ Դու հավատում ես, որ ես ճիշտ եմ վարվում, Հակոբ։ Հակոբը մի պահ լռեց, հետո ասաց. Ես չգիտեմ դա ճիշտ է թե սխալ, վարպետ, բայց ես գիտեմ մի բան. երբ դուք աշխատում եք քարի հետ, դուք երբեք ուժով չեք հարվածում։ Դուք գտնում եք քարի թույլ կետը և համբերությամբ զգույշ հարվածներով հանում եք ավելորդը, մինչև մնա միայն գեղեցկությունը։ Միգուցե մարդկանց սրտերի հետ էլ պետք է այդպես վարվել։ Տիգրանի սիրտը շատ կոպիտ քար է, բայց գուցե նրա մեջ էլ միտեղ թաքնված է Աստծո պատկերը։ Հակոբի պարզ, բայց խորը խոսքերը կարծես պատասխան լինեին Գևորգի աղոթքներին։ Նա հասկացավ, որ Տեր Հովհաննեսը ճիշտ էր։ Նա չպետք է փորձի կոտրել Տիգրանի կամքը, այլ պետք է գտնի նրա սրտի թույլ կետը։ Բայց ո՞րն էր այդ կետը։ Ինչը կարող էր հուզել մի մարդու, ում համար ամեն ինչ փողով էր չափվում։ Գևորգը վերցրեց թեյի բաժակը։ Թեյը տաք էր և քաղցր, և առաջին անգամ այդ օրվա ընթացքում նա զգաց ոչ թե հուսահատություն, այլ մի նոր անսպասելի վճռականություն։ Նա դեռ չգիտեր, թե ինչ է անելու, բայց գիտեր, որ իր ձեռքի մուրճն ու սրիչը դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել այս պայքարում։
Նա պետք է գտնի մի ճանապարհ, ստեղծելու մի բան, որը կխոսի Տիգրանի հետ ոչ թե օրենքի կամ ուժի, այլ գեղեցկության եւ հավերժության լեզվով։ Հաջորդ օրը Գևորգը վճռական քայլ արեց։ Հակոբի խոսքերը նրա սրտում հույսի կայծ էին զապալիլ։ Նա որոշեց կատարել իր առաջին միամիտ թվացող փորձը՝ կիրառելու Տիրոջ խորհուրդը։ Նա 2 ժամ անցկացրեց արհեստանոցում փոքրիկ, բայց անչափ նրբագեղ խաչքար քանդակելով։ Դա բազալտի մի կտոր էր, որի վրա նա փորագրել էր կենաց ծառի խորհրդանիշը, շրջապատված խաղողի ոգքույզներով։ Աշխատանքն ավարտելուց հետո նա զգուշորեն փաթաթեց այն մաքուր կտորի մեջ եւ ուղևորվեց դեպի քաղաքի կենտրոն, որտեղ գտնվում էր Տիգրանի շինարարական շքեղ գրասենյակը։ Նրա սիրտը բաբախում էր, իսկ ափերը քրտնել էին, բայց նա առաջ էր շարժվում, իրեն համոզելով, որ սա ճիշտ քայլ է։ Տիգրանի քարտուղարուհին զարմացած նայեց Գևորգի փոշոտ աշխատանքային հագուստին, բայց այնուամենայնիվ զեկուցեց նրա ժամանման մասին։ Մի քանի րոպե անց Գևորգը կանգնած էր Տիգրանի հսկայական, փայլուն սեղանի առաջ։ Տիգրանը նստած էր իր կաշվե բազկաթորին, ծաղրական հայացքով զննելով նրան։ «Ինչ ես ուզում, Գևորգ, եկել ես ողորմություն խնդրելու։ Ժամկետդ վաղն է սպառվում»։ Գևորգը խորը շունչ քաշեց եւ կտորի միջից հանեց փոքրիկ խաչքարը։ Նա այն դրեց սեղանին։ «Ես նվեր եմ բերել քեզ, Տիգրան»։ Նրա ձայնը հանգիստ էր, առանց զայրույթի կամ վախի նշույլի։ «Սա քեզ համար է։ Թող Աստված օրհնի քո աշխատանքը եւ քո կառուցած շենքերը ամուր լինեն»։ Տիգրանը մի պահ լռեց։ Նրա դեմքին զարմանքի արտահայտություն հայտնվեց։ Նա վերցրեց խաչքարը, մատներով շոշափեց նուրբ քանդակները, զննեց այն բոլոր կողմերից։ Գևորգի սրտում հույսի թույլ շող առկայծեց։ Միգուցե Հակոբը ճիշտ էր։ Միգուցե գեղեցկությունը կարող է հալեցնել ամենասառը սիրտը։ Բայց այդ հույսը տևեց ընդամենը մի ակնթարթ։ Տիգրանը հանկարծ բարձրաձայն քրքչաց։ Դա չոր տհաճ ծիծաղ էր։ Նա վեր կացավ, մոտեցավ սենյակի անկյունում դրված աղբամանին եւ առանց վարանելու խաչքարը նետեց ներսը։ Քարի մետաղին դիպչելու ձայնը որոտի պես հնչեց լուռ սենյակում։ «Ինձ քո քարերը պետք չեն, Գևորգ», սառը ասաց Տիգրանը, շրջվելով դեպի նա։ «Ինձ քո հողն է պետք, եւ ես այն կստանամ։ Իսկ հիմա հեռացիր, ես գործ ունեմ»։ Գևորգը կանգնած էր քարացած։ Նվաստացման ալիքը այնքան ուժեղ էր, որ նա զգաց, թե ինչպես են ծնկները կտրվում։ Նա զգում էր իրեն մերկ, անպաշտպան։ Նրա խաղաղության առաջարկը ոչ միայն մերժվել էր, այլև ոտնահարվել, նետվել աղբը իր ողջ հավատքի եւ հույսի հետ միասին։ Նա շրջվեց եւ դանդաղ քայլերով դուրս եկավ գրասենյակից, մեջքի հետևում լսելով Տիգրանի ծաղրական ծիծաղը։ Այս ձախողումը բարձրացրեց խաղադրույքները։ Այժմ խոսքը ոչ միայն արհեստանոցի, այլև նրա հավատքի մասին էր։ Փողոցում Գևորգը քայլում էր առանց նպատակի։ Աշխարհը կարծես գույները կորցրել էր։ Մարդկային բանականությունը բախվել էր աստվածային իմաստության հետ, եւ թվում էր, թե բանականությունն է հաղթել։ «Ինչպիսի հիմար էի ես», մտածում էր նա։ Մտածում էի, թե մի կտոր քարով կարող եմ փոխել մի մարդու, ում Աստվածը փոխն է։ Նա զգում էր, որ իր ներսում կրկին բարձրանում է զայրույթի ալիքը, այս անգամ ավելի ուժեղ, ավելի մութ։ Նա հիշեց Լևոնի խոսքերը եւ մի պահ ցանկացավ զանգել նրան, ասել. «Դու ճիշտ էիր, արի, արա այնինչ պետք է»։ Բայց հենց այդ պահին նրա հայացքն ընկավ ճանապարհի մյուս կողմում գտնվող գրախանութի ցուցափեղկին։ Այնտեղ գրքերի շարքերի մեջ դրված էր հայ մեծ վարդապետներից մեկի Գրիգոր Տաթևացու Գիրք հարցմանցի նոր հրատարակությունը։ Առանց հստակ գիտակցելու թե ինչու, նա մտավ խանութ եւ գնեց գիրքը։ Նա գիտեր, որ Տեր Հովհաննեսը միշտ ասում էր, որ Սուրբ Գիրքը հասկանալու համար պետք է դիմել նաև եկեղեցու հայրերի իմաստությանը, ովքեր իրենց կյանքը նվիրել էին Քրիստոսի խոսքերի ուսումնասիրությանը։ Տուն վերադառնալու փոխարեն նա գնաց իր սիրելի վայրերից մեկը, Կոնդի հին թաղամասի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակը։ Նա նստեց մի հին քարի վրա, որը ժամանակին խաչքարի պատվանդան էր եղել, եւ բացեց Տաթևացու գիրքը։ Նրա մատները պատահականության սկզբունքով բացեցին մի էջ, որտեղ խոսվում էր Տիրոջ սիրեցեք ձեր թշնամիներին պատվիրանի մասին։ Տաթևացին գրում էր. «Սիրել թշնամուն չի նշանակում սիրել նրա չար գործերը։ Դա նշանակում է ատել նրա մեղքը, բայց սիրել նրա մեջ Աստծո պատկերը, որքան էլ որ այն աղավաղված լինի։ Եվ սիրելը գործ է, ոչ թե զգացմունք։ Դու չես կարող քեզ ստիպել զգալ ջերմություն նրա հանդեպ, ով քեզ վնասում է, բայց դու կարող ես գործել սիրով։ Դու կարող ես աղոթել նրա համար, բարիք գործել նրան, առանց փոխարենը որևէ բան ակնկալելու։
Եվ այս գործերի միջոցով է, որ Աստծո շնորհը կարող է հասնել եւ նրա, եւ քո սրտին։ Գևորգը կարդում էր եւ զգում, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան փոխվում։ Նա հասկացավ իր սխալը։ Նա Տիգրանի մոտ գնացել էր ոչ թե անշահախնդիր սիրով, այլ գործարքի ակնկալիքով։ Նա տվել էր նվեր, ենթագիտակցորեն սպասելով, որ դրա դիմաց կստանա իր արհեստանոցի անվտանգությունը։ Դա ոչ թե սեր էր, այլ քողարկված առևտուր։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը կիրառելու համար անհրաժեշտ է շատ ավելի խորը հոգևոր հասունություն։ Պետք է հասնել մի վիճակի, երբ դու բարիք ես գործում ոչ թե արդյունքի համար, այլ որովհետև դա է ճիշտը, որովհետև դա է Աստծո կամքը։ Նրա ներքին պայքարը աշխարհիկ եւ քրիստոնեական մոտեցումների միջև սրվեց, բայց այժմ նա տեսնում էր ճանապարհը։ Դա ավելի դժվար էր, քան նա պատկերացնում էր, բայց դա այլևս անհնարին չէր թվում։ Նա փակեց գիրքը, նայեց եկեղեցու խաչին եւ շշնջաց. «Տեր, տուր ինձ ուժ, սիրելու ոչ թե իմ ուզած ձևով, այլ քո ուզած ձևով»։ Գևորգի հոգևոր վերելքը կարճ տևեց։ 2 օր անց, երբ ժամկետը սպառվեց, Տիգրանը հասցրեց իր հաջորդ հարվածը, որն ավելի դաժան էր։ Քան բուլդոզերի շերեփը։ Նա դիմեց տեղեկատվական պատերազմի։ Տեղական, ոչ այնքան հեղինակավոր, բայց շատ ընթերցվող թերթերից մեկում հայտնվեց մի ամբողջ էջ զբաղեցնող հոդված «Խաչի անվան տակ թաքնված խաբեբաները» վերնագրով։ Հոդվածում, առանց անուններ տալու, բայց շատ թափանցիկ ակնարկներով, պատվում էր մի հնամոլ խաչքարագործի մասին, որը ապօրինի զավթել է պետական հողը, խուսափում է հարկերից և շահարկում է կրոնական զգացմունքները իր ապօրինի արհեստանոցը պահպանելու համար։ Հոդվածը լի էր կիսաճշմարտություններով և բացահայտ ստերով, բայց այնպես էր գրված, որ ընթերցողի մոտ կասկած չէր թողնում Գևորգի մեղավորության հարցում։ Հարվածը ուղղված էր ամենացավոտ տեղին, հայ մարդու համար սրբազան պատվի և բարի համբավի գաղափարին։ Հայկական քրիստոնեական մշակույթում, որտեղ ինչ կասեն մարդիկ հարցը հաճախ ավելի ուժեղ է, քան օրենքը, սա մահվան դատավճռի պես մի բան էր։ Ճնշումը վերացականից դարձավ շոշափելի, գրեթե ֆիզիկական։ Հաջորդ առավոտ, երբ Գևորգի մայրը, 65-ամյա տիկին Վարդուհին, գնաց շուկա, նա բախվեց այդ նոր իրականության սառը բատին։ Կանայք, ում հետ նա տասնյակ տարիներ հարևանություն էր արել, ում հետ սուրճ էր խմել և ուրախ ու տխուլ օրեր կիսել, հանկարծ սկսեցին խուսափել նրանից։ Ոմանք ձևացնում էին, թե չեն տեսնում, մյուսները սառը բարևում էին ու շտապում հեռանալ։ Երբ նա մոտեցավ կանաչեղեն վաճառող Սուրենին, ումից տարիներ շարունակ գնումներ էր անում, վերջինս աչքերը թաքցնելով փնթփնթաց. «Ներողություն, տիկին Վարդուհի, այսօր լավ լոլիկ չունեմ»։ Բայց Վարդուհին տեսնում էր վաճառասեղանին դրված թարմ, կարմիր լոլիկների կույտը։ Սիրտը կծկվեց ցավից։ Նա հասկացավ, որ Տիգրանի սուտը թունավոր սարդոստայնի պես տարածվել էր իրենց փոքրիկ համայնքում։ Նա տուն վերադարձավ դատարկ պայուսակով և կոտրված սրտով։ Այդ օրը Գևորգի ընտանիքում ոչ ոք չընտրեց։ Տանը տիրող լռությունը ավելի ծանր էր, քան ցանկացած բղավոց։ Տիգրանի հարվածը ներսից էր քայքայում ընտանեկան ոգին։ Անին փորձում էր քաջալերել սկեսուրին, Դավիթը փակվել էր իր սենյակում, իսկ Գևորգը զգում էր, թե ինչպես է իր ուսերին դրված բեռը դառնում անտանելի։ Երեկոյան նրանց այցելեց Տեր Հովհաննեսը։ Քահանան մտահոգ տեսք ուներ։ Նա նստեց Գևորգի կողքին։ «Կարդացի հոդվածը, որդիս», տխուր ասաց նա։ Սատանայի ձեռագիրն է։ Նա գիտի, որ ամենահեշտ ճանապարհը քրիստոնյային կոտրելու նրա բարի անունը զրպարտելն է։ Գևորգը դառնորեն ժպտաց։ «Եվ ինչ պետք է անեմ հիմա, Տեր հայր։ Պետք է մյուս թուշս էլ դեմ տամ, որ մի հատ էլ ցեխ շպրտեն։ Մարդիկ մեզնից երես են թեքում։ Իմ մայրը այսօր շուկայում նվաստացել է։ Սա է Քրիստոսին հետևելու գինը, հանրային ամոթը»։ Տեր Հովհաննեսը ծանր հոգոց հանեց։ Նրա աչքերում կար ոչ միայն կարեկցանք, այլև մի տեսակ հոգևոր հոգնածություն։ Գիտես, Գևորգ, երբեմն մենք հոգևորականներս, փորձելով մարդկանց մոտեցնել Տիրոջը, պարզեցնում ենք նրա խոսքերը։ Մենք խոսում ենք սիրո և ներման մասին, բայց մոռանում ենք նշել դրա գինը։ Քրիստոսի ճանապարհը հեշտ ճանապարհ չէ։ Այն պահանջում է ոչ միայն սեր, այլև իմաստություն։ Միգուցե սիրել թշնամուն չի նշանակում թույլ տալ, որ նա անպատիժ ոչնչացնի քեզ և քո ընտանիքը։ Միգուցե պետք է փոխզիջում գտնել։ Խոսիր եղբորդ Լևոնի հետ, նա գիտի օրենքի լեզուն։ Պաշտպանիր քո իրավունքները։ Աստված մեզ բանականություն է տվել, որ օգտագործենք այն։ Տեր հոր խոսքերը ցնցեցին Գևորգին։ Նա սպասում էր մխիթարության, հոգևոր զորության, բայց ստանում էր փոխզիջման առաջարկ։ Նույնիսկ իր հոգևոր հովիվն էր կասկածում, որ Քրիստոսի խորհուրդը կարելի է բառացիորեն կիրառել այս դաժան աշխարհում։ Գևորգը հայտնվեց հոգևոր փակուղում։
Մի կողմից ավետարանի բացահայտ խոսքն էր, մյուս կողմից բանականությունը, հասարակական կարծիքը, նույնիսկ եկեղեցու զգուշավոր դիրքորոշումը։ Նա հասկացավ, թե որքան դժվար է բառացիորեն հետևել Քրիստոսին, երբ ամբողջ աշխարհը եւ նույնիսկ քո բարեկամները քեզ հիմարի տեղ են դնում։ Նա սկսեց կասկածել ոչ թե հավատքի, այլ իր Տիրոջ խոսքերը ճիշտ հասկանալու կարողության վրա։ Միգուցե Լևոնն էր ճիշտ, միգուցե Տեր Հայրն էր ճիշտ, միգուցե նա պարզապես մի համառ իդեալիստ խաչքարագործ է, որը փորձում է քարե գործիքներով կռվել ժամանակակից աշխարհի պողպատե մեքենաների դեմ։ Այդ գիշեր նա երկար աղոթեց, բայց նրա աղոթքը կարծես առաստաղին էր դիպչում ու հետ գալիս։ Նա զգում էր հոգևոր լռություն։ Կարծես Աստված լքել էր իրեն իր ամենամեծ փորձության պահին։ Նա դեռ չգիտեր, որ այս լռությունը ոչ թե բացակայություն էր, այլ նախապատրաստություն մի ավելի խորը հայտնության, որը պետք է գար ամենամութ պահին։ Հաջորդ 2 օրը Գևորգն անցկացրեց խորը հոգեկան մշուշի մեջ։ Նա այլևս չէր աղոթում, քանի որ բառերը չորացել էին նրա շուրթերին։ Նա այլևս չէր փորձում հասկանալ, քանի որ միտքը հրաժարվում էր աշխատել։ Նա հասել էր հոգևոր սպառման եզրին, որտեղ հավատքը եւ կասկածը միախառնվել էին մի անտանելի գորշ զանգվածի։ Չդիմանալով տան ճնշող մթնոլորտին, նա վաղ առավոտյան, առանց որևէ մեկին զգուշացնելու, վերցրեց մեքենան եւ ուղևորվեց դեպի լեռները, դեպի Հավուց թառի ավերակ վանքը։ Նա գիտեր այդ վայրը դեռ մանկուց, այնտեղ միշտ լռություն էր եւ խաղաղություն։ Նա հույս ուներ, որ մենակությունը կօգնի կարգի բերել մտքերը։ Բայց երբ նա հասավ վանքի ավերակներին, նա չաղոթեց։ Նա պարզապես նստեց մի կիսաքանդ պատի տակ, որտեղից հիանավի տեսարան էր բացվում դեպի Ազատի կիրճը, եւ սկսեց ուղղակի նայել դատարկությանը։ Նա ոչինչ չէր զգում, ոչ զայրույթ, ոչ թխրություն, ոչ հույս։ Դա լիակատար ներքին դատարկություն էր։ Նա նստեց այդպես մի քանի ժամ, դիտելով, թե ինչպես են ամպերը սահում երկնքում եւ ինչպես է քամին խաղում չոր խոտերի հետ։ Հենց այդ լռության եւ դատարկության մեջ տեղի ունեցավ հայտնությունը։ Դա չեկավ որպես ձայն երկնքից կամ տեսիլք, դա եկավ մի պարզ, գրեթե աննշան տեսարանի միջոցով։ Վանքի տարածքում խաղում էին մի քանի երեխաներ, մոտակա գյուղից։ Նրանցից մեկը, մի 10 տարեկան տղա, վերցրեց մի միջին չափի քար եւ նետեց վանքի բակում պառկած թափառող շան ուղությամբ։ Քարը դիպավ շանթաթին եւ կենդանին ցավից կենկենգաց։ Այդ պահին վանքի ավերակների խորքից դուրս եկավ մի ծեր վանական։ Գևորգը նրան նախկինում չէր տեսել։ Նա շատ ծեր էր, կորացած, երկար, սպիտակ մորուքով։ Վանականը ոչինչ չասաց տղային, նա պարզապես մոտեցավ, հանգիստ վերցրեց այն քարը, որով տղան հարվածել էր շանը, եւ այն հետ նետելու կամ տղային նախատելու փոխարեն նա քարը տարավ եւ զգուշորեն դրեց կիսաքանդ պատի հիմքում, լրացնելով այնտեղ առաջացած բացը։ Նա վերցրեց չարության գործիքը եւ այն դարձրեց շինարարության մաս։ Այդ պարզ շարժման մեջ կար ավելի շատ իմաստություն, քան հազարավոր քարոզներում։ Գևորգի ուղեղը կարծես կայծակ խփեր։ Մի ակնթարթում ամեն ինչ պարզ դարձավ։ Նա հասկացավ։ Նա վերջապես հասկացավ Տիրոջ խորհրդի իրական հանճարեղ իմաստը։ Սիրիր քո թշնամուն։ Սա չի նշանակում լինել պասիվ զոհ։ Սա չի նշանակում թույլ տալ, որ չարը հաղթի։ Սա չի նշանակում անգամ ներքուստ ստիպել քեզ ջերմ զգացմունքներ ունենալ նրա հանդեպ, ով քեզ ոչնչացնում է։ Դա նշանակում է շատ ավելի արմատական մի բան։ Դա նշանակում է վերցնել քո դեմ ուղված չարության էներգիան, լինի դա քար, զրպարտություն, թե բուլդոզերի հարված, եւ այն վերափոխել, վերաուղղորդել դեպի արարում։ Դա նշանակում է թշնամու հարվածը ոչ թե պարզապես դիմակայել կամ պատասխանել, այլ այն օգտագործել որպես շինանյութ, մի նոր, ավելի լավ բան կառուցելու համար։ Չարը ոչնչացնում է, սերը արարում է։ Հետևաբար չարին հաղթելու միակ ճանապարհը նրա ավերիչ ուժը վերածելն է արարիչ ուժի։ Գևորգը ցնցված էր այս մտքի պարզությունից եւ խորությունից։ Բոլոր նախորդ փորձերը, խաչքար նվիրելը, հասարակական կարծիքից վախենալը, փոխզիջում փնտրելը, այս նոր լույսի ներքո թվում էին մանկամիտ եւ մակերեսային։ Նա փորձում էր խալալ աշխարհի կանոններով, փորձելով լինել բարի, ներողամիտ, բայց իրականում նա դեռ գործում էր հարված պատասխան տրամաբանության մեջ։ Քրիստոսն առաջարկում էր բոլորովին այլ խաղ, որտեղ դու չես պատասխանում հարվածին, այլ վերցնում ես այդ հարվածի ուժը եւ դրանով քո սեփական տունն ես կառուցում։
Գևորգը վեր կացավ, նրա մեջ այլևս դատարկություն չկար, այն լցվել էր մի նոր, հանգիստ, բայց անսասան վճռականությամբ։ Նա մոտեցավ ծեր վանականին, որն արդեն նստել էր պատի տակ և կերակրում էր նույն շանը իր համեստ ջաշի մնացորդներով։ «Հայր, օրհնեցեք», խոնարհվեց Գևորգը։ Վանականը բարձրացրեց իր պարզ լուսավոր աչքերը։ «Աստված արդեն օրհնել է քեզ, որդիս, իր իմաստությամբ», փափուկ ձայնով ասաց նա։ «Հիմա գնա և կառուցիր»։ Գևորգը այլևս հարցեր չուներ, նա գիտեր, թե ինչ պետք է անի, նա չգիտեր, թե դա ինչպես կընդունվի, չգիտեր, թե դա կփրկի արդյոք իր արհեստանոցը, բայց դա այլևս կարևոր չէր։ Կարևորն այն էր, որ նա վերջապես հասկացել էր ոչ թե իր, այլ Տիրոջ ճանապարհը։ Նա վերադառնում էր Երևան ոչ թե պարտված մարդ, այլ որպես վարպետ, ով գտել է իր կյանքի ամենակարևոր քարը և գիտի, թե ինչպես դրանից քանդակել հաղթանակ։ Նա պետք է վերցներ Տիգրանի նետած ամենակեղտոտ քարը, զրպարտությունը, և դրանով կառուցեր իր կյանքի ամենագեղեցիկ խաչքարը։ Երբ Գևորգը վերադարձավ տուն, նա այլ մարդ էր։ Նրա աչքերում այլևս չկար կասկածի կամ հուսահատության ստվերը, դրա փոխարեն վառվում էր հանգիստ, բայց անսասան մի լույս, որը զարմացրեց բոլորին։ Նա ոչինչ չբացատրեց, պարզապես խնդրեց իր ընտանիքին, կնոջը Անիին, մորը տիկին Վարդուհուն, որդուն Դավիթին և նույնիսկ զանգահարեց եղբորը Լևոնին, խնդրելով անհապաղ գալ, հավաքվել հյուրասենյակում։ Երբ բոլորը տեղավորվեցին, սպասելով լսելու հերթական հուսահատ ելույթը կամ հնարավոր է հանձնվելու մասին հայտարարությունը, Գևորգը կանգնեց նրանց առջև։ Նրա ձայնը հստակ էր և զորավոր։ «Ես գտա պատասխանը», պարզ ասաց նա, «ես հասկացա, թե ինչպես պետք է պայքարենք»։ Լևոնը հոգնած ձեռքով շփեց ճակատը։ «Գևորգ, խնդրում եմ, եթե նորից պատրաստվում ես մեզ քարոզ կարդալ»։ «Ոչ», ընդհատեց Գևորգը, «ես խոսելու եմ գործի մասին, ես ունեմ ծրագիր»։ Նա մի պահ լռեց, նայեց նրանցից յուրաքանչյուրին, ապա հայտարարեց իր անհավանական թվացող որոշումը։ «Տիգրանը ցանկանում է վերցնել մեր հողը իր համար շքեղ առանձնատուն կառուցելու համար։ Նա ուզում է այս վայրը դարձնել իր հաստության խորհրդանիշը։ Շատ լավ, մենք նրան կօգնենք, մենք կվերցնենք նրա չարությունը, նրա ատելությունը, նրա զրպարտությունը և այդ ամենը կդարձնենք շինանյութ։ Մեր արհեստանոցի հետևում, այն հողակտորի վրա, որի համար նա պայքարում է, գտնվում են 13-րդ դարի մի փոքրիկ, լքված մատուռի հիմքերը։ Մեր պապերը պատմում էին, որ այն կոչվել է Սուրբ Գևորգի անունով։ Վաղվանից մենք սկսում ենք այդ մատուռի վերականգնումը։ Մենք դա կանենք մեր սեփական միջոցներով, մեր ձեռքերով և անվճար։ Մենք Տիգրանի շահի և հպարտության վայրը կվերածենք համաժողովրդական աղոթատեղի։ Սենյակում մի քանի վայրկյան տիրեց խուլ լռություն։ Բոլորը նայում էին Գևորգին, կարծես նա խելագարված լիներ։ Առաջինը խոսեց Լևոնը, հազիվ զսպելով ծիծաղը։ «Դու կատա՞ս»։ «Ես անում»։ «Դու լուրջ մտածում ես, որ դա կկանգնեցնի նրա բուլդոզերը։ Նա մեզ վրայով կանցնի և չի էլ նկատի։ Դու ուզում ես կառուցել մի բան մի հողի վրա, որը վաղը կարող է քոնը չլինել։ Սա ինքնասպանություն է, ոչ թե ծրագիր»։ Տիկին Վարդուհին անհանգիստ նայեց որդուն։ «Տղաս, միգուցե Լևոնը ճիշտ է, դա շատ վտանգավոր է, Տիգրանը կատաղած կլինի»։ Բայց հետո խոսեց Անին։ Նա ամբողջ ընթացքում լուռ նայում էր ամուսնու դեմքին։ Նա տեսնում էր այն, ինչ մյուսները չէին տեսնում։ Նա տեսնում էր ոչ թե խելագարություն, այլ հայտնություն։ Նա տեսնում էր, որ իր ամուսինը վերադարձել է ոչ թե պարտված, այլ հաղթանակած։ Նա վեր կացավ, մոտեցավ Գևորգին և բռնեց նրա ձեռքը։ «Ես քեզ հետ եմ», հանգիստ, բայց ամուր ասաց նա։ «Եթե մենք պետք է կորցնենք այս տունը, ապա թող կորցնենք այն աղոթատեղի կառուցելիս, ոչ թե փաստաբանների գրասենյակներում թաքնված»։ Անիի այս քայլը փոխեց ամեն ինչ։ Նրա հավատքը դարձավ այն կամուրջը, որով Գևորգի գաղափարը անհնարին երազանքից դարձավ իրական ծրագիր։ Դավիթը, տեսնելով մոր վճռականությունը, նույնպես վեր կացավ։ «Ես էլ եմ օգնելու, հայրիկ, ես կարող եմ քարեր տեղափոխել»։ Լևոնը անօգնական նայեց նրանց։ Նրա աշխարհի ողջ տրամաբանությունը փլուզվում էր։ Նա տեսնում էր մի ընտանիք, որը պատրաստվում էր գնալ անհավասար մարտի, զինված ոչ թե օրենքով ու փողով, այլ միայն հավատքով և քարերով։ Նա գլուխը թափահարեց և առանց մոտ բառ ասելու դուրս եկավ։ Բայց այս անգամ նա դուռը չշրխկացրեց։
Հաջորդ օրը Գևորգը, Անին, Դավիթը եւ նրա հավատարիմ աշակերտ Հակոբը սկսեցին աշխատանքը։ Նրանք մաքրեցին մատուռի հիմքերը մոլախոտերից եւ աղբից։ Աշխատանքը ծանր էր, իսկ արդյունքը հազիվ նկատելի։ Հարևանները հետաքրքրությամբ, բայց եւ անվստահությամբ հետևում էին նրանց։ Շատերը մտածում էին, որ Գևորգը վերջնականապես կորցրել է բանականությունը, բայց կային նաեւ ուրիշները։ Երրորդ օրը նրանց մոտեցավ իրենց հին հարևանը, Պապիկ Սարգիսը, ով 80 տարեկան էր, բայց դեռ պայծառ միտք ուներ։ Ես հիշում եմ այս մատուռը, ասաց նա, ձեռնափայտին հենված։ Իմ պապն է պատմել, որ այն կառուցվել է մի մարդու կողմից, ում ունեցվածքը թշնամիները խլել էին։ Բայց նա իր վերջին գումարով այս մատուռն է կանգնեցրել, ասելով. «Թող իմ կորուստը ուրիշների համար օրհնություն դառնա»։ Նա նայեց Գևորգին, եւ նրա աչքերում հարգանք կար։ «Դու ճիշտ գործ ես անում, տղաս։ Դու վերականգնում ես ոչ միայն քարե պատերը, այլև մեր հիշողությունը»։ Պապիկ Սարգսի խոսքերը եւ նրա հեղինակությունը համայնքում դարձան առաջին ճաքը անվստահության պատի մեջ։ Նույն օրը երեկոյան, երբ Գևորգի փոքրիկ թիմը հոգնած նստած հանգստանում էր, նրանց մոտեցան մի քանի երիտասարդներ, նույն այն տղաները, ովքեր առաջարկում էին ծակել Տիգրանի անվադողերը։ «Վարպետ Գևորգ», ասաց նրանցից մեկը, մենք ուզում ենք օգնել, մենք շատ բան չենք հասկանում քարերից, բայց մենք ուժեղ ենք, կարող ենք հող փորել, ծանլություն բարձրացնել։ Այսպես, կամաց-կամաց Գևորգի շուրջը սկսեց ձևավորվել նոր դաշինք։ Դա ոչ թե զոհերի, այլ արարողների դաշինք էր։ Մարդիկ, ովքեր հասկացան, որ չարին հաղթելու լավագույն միջոցը նրա աչքի առաջ բարիք գործելն է։ Հաջորդ 2 շաբաթը Գևորգի արհեստանոցի հարակից տարածքը վերածվեց իսկական մարտադաշտի, բայց սա մի տարօրինակ պատերազմ էր, որտեղ մի կողմը կառուցում էր, իսկ մյուսը փորձում էր քանդել ոչ թե քարով, այլ հոգեբանական ճնշմամբ։ Լուրը, որ խաչքարագործ Գևորգը սկսել է վերականգնել հին մատուռը, արագորեն հասավ Տիգրանին։ Նրա արձագանքը չուշացավ։ Մի առավոտ, երբ Գևորգը եւ իր փոքրաթիվ կամավորները, Անին, Դավիթը, Հակոբը եւ մի քանի երիտասարդներ դնում էին մատուռի պատի առաջին քարերը, հորիզոնում հայտնվեցին 3 սև, փայլուն ամենագնացներ։ Նրանք կանգ առան շինհրապարակից մի քանի մետր հեռավորության վրա, եւ մեքենաներից դուրս եկան Տիգրանը եւ նրա մկանուտ տղաները։ Նրանք ձեռք չտվեցին ոչ ոքի, բայց սկսեցին իրենց հոգեբանական գրոհը։ Մեքենաներից ամբողջ հզորությամբ միացրին ռաբիս երաժշտություն, որի խլացուցիչ ձայնը անհնարին էր դարձնում խոսելը եւ կենտրոնանալը։ Հետո նրանք սկսեցին մոտակայքում աղբ թափել, շինարարական մնացորդներ, հին անվադողեր, ստեղծելով մի փոքրիկ գարշահոտ աղբանոց։ Նրանք բարձրաձայն ծաղրում էին Գևորգին եւ նրա օգնականներին, անվանելով նրանց խելագար սրբեր, հողի վրա երազողներ։ Բայց Գևորգը, որը սովորել էր իր դասը հավուց թառում, այլևս չէր տրվում սադրանքներին։ Նա գիտեր, որ այս ամբողջ աղմուկն ու կեղտը այն քարերն են, որոնք Տիգրանը նետում է իր վրա, եւ նա գիտել, թե ինչպես դրանք օգտագործել։ Նա լուրջ շարունակում էր իր գործը։ Յուրաքանչյուր վիրավորական խոսքի դիմաց նա եւս մեկ քար էր դնում պատի մեջ, ավելի խնամքով, ավելի ամուր։ Յուրաքանչյուր բարձր երաժշտության ակորդի դիմաց նա ավելի ուժգին էր հարվածում մուրճով, կարծես աղմուկը վերածելով աշխատանքի ռիթմի։ Նրա հանգստությունը եւ անսասան վճռականությունը սկսեցին ազդել մյուսների վրա։ Անին, որը սկզբում վախեցած սեղմվել էր ամուսնուն, սկսեց լուռ աղոթել, իր աղոթքով ստեղծելով անտեսանելի պաշտպանիչ վահան։ Հակոբը եւ մյուս երիտասարդները, տեսնելով իրենց վարպետի օրինակը, ավելի մեծ եռանդով լցվեցին գործին։ Նրանք սովորեցին անտեսել աղմուկը եւ կենտրոնանալ միայն քարի եւ շաղախի վրա։ Տիգրանի ճնշումը տվեց հակառակ արդյունքը։ Գևորգի պայքարը դարձավ հրապարակային։ Հարևան թաղամասերից մարդիկ սկսեցին գալ, տեսնելու այս տարօրինակ դիմակայությունը։ Սկզբում նրանք հեռվից էին դիտում, բայց հետո, տպավորված Գևորգի համառությունից, սկսեցին միանալ նրան։ Մի օր նրանց մոտեցավ մի տարեց կին եւ մի զամբյուղ տակ կարկանդակ մեկնեց։ «Սա ձեզ, զավակներս, որ ուժեղ լինեք», ասաց նա։ Մեկ ուրիշը մի քանի շիշ ջուր բերեց։ Շուտով Գևորգի շուրջը հավաքվեց մի փոքրիկ բանակ, բաղկացած ոչ թե զինվորներից, այլ հասարակ մարդկանցից, ովքեր հոգնել էին անարդարությունից եւ ուժի պաշտամունքից։ Մի երեկո, երբ Տիգրանի մարդիկ արդեն հեռացել էին, Գևորգի մոտ անսպասելիորեն եկավ Լևոնը։ Նա կանգնած էր հեռվում, ձեռքերը գրպաններում, եւ դիտում էր, թե ինչպես են մարդիկ մաքրում տարածքը եւ պատրաստվում հաջորդ օրվա աշխատանքին։ Գևորգը մոտեցավ նրան։ «Եկել ես ասելու, որ ես խելագար եմ», հանգիստ հարցրեց նա։ Լևոնը երկար լռեց։
Ես խոսել եմ իմ ծանոթների հետ, վերջապես ասաց նա խուսափելով նայել եղբոր աչքերին։ Այս հողի կարգավիճակը վիճելի է, Տիգրանի փաստաթղթերը այնքան էլ մաքուր չեն, իսկ այն փաստը, որ այստեղ պատմական հուշարձան կա, թեկուզ եւ ավերված, ամբողջովին փոխում է իրավիճակը։ Եթե մենք դիմենք դատարան, մենք դատարան չենք դիմելու Լևոն, փափուկ ընդհատեց Գևորգը։ Մեր դատարանը այստեղ է, նա ցույց տվեց մատուռի բարձրացող պատերը, իսկ մեր փաստաբանը Աստված է։ Լևոնը նայեց եղբորը, հետո մատուռին, որի շուրջը մարդիկ էին հավաքվել։ Նրա դեմքին առաջին անգամ հայտնվեց ոչ թե ծաղր, այլ շփոթություն։ Նա տեսնում էր, որ Գևորգի խելագարությունը աշխատում է, այն միավորել էր մարդկանց, հույս էր տվել եւ ստեղծել էր մի բան, որը Տիգրանի փողն ու ուժը չէին կարող քանդել։ Ես չեմ հասկանում քեզ, խոստովանեց նա, բայց եթե քեզ իրավաբանական խորհրդատվություն պետք լինի, պարզապես զանգիր։ Նա շրջվեց եւ հեռացավ, թողնելով Գևորգին մի նոր զգացումով։ Նա ոչ միայն թշնամու հարձակումն էր վերածում արարման, այլև իր սեփական եղբոր կասկածամտությունը հնարավոր դաշինքի։ Գևորգի գործողությունները սկսեցին ցույց տալ Քրիստոսի խորհրդի զորությունն ու իմաստությունը։ Հարաբերություններում լարվածությունը սկսեց թուլանալ։ Անին այլևս չէր լացում, նա աշխատում էր ամուսնու կողքին, դառնալով շինարարության հոգին։ Դավիթը, որը նախկինում հիանում էր հորեղբոր ուժով, այժմ հպարտանում էր հոր իմաստությամբ։ Նույնիսկ Տեր Հովանեսը մի օր եկավ շինհրապարակ։ Նա երկար դիտեց աշխատանքը, հետո մոտեցավ Գևորգին եւ ամուր սեղմեց նրա ձեռքը։ Դու ինձ դաս տվեցիր, որդիս, խոստովանեց նա։ Ես քեզ խորհուրդ էի տալիս փողզիջման գնալ, իսկ դու ինձ ցույց տվեցիր հավատքի ուժը։ Դու ոչ թե պաշտպանվում ես, այլ հարձակվում ես բարությամբ եւ արարմամբ։ Սա իսկական քրիստոնեական պատերազմ է։ Գևորգը հասկացել էր, որ Տիրոջ խորհուրդը ոչ թե пассив տառապանքի կոչ է, այլ ակտիվ, ստեղծագործ դիմադրության ռազմավարություն։ Նա վերցրել էր թշնամու զենքը եւ այն վերափոխել իր սեփական գործիքի, ցույց տալով իր բնավորության իրական ուժը, որը ծնվել էր ոչ թե մկաններից, այլ Հիսուսի իմաստության կիրառումից։ Մատուռի պատերը արդեն հասնում էին մարդահասակ բարձրության, երբ եկավ գագաթնակետի օրը։ Տիգրանը զայրացած նրանից, որ իր ճնշումները ոչ միայն չեն կոտրել Գևորգին, այլև ավելի շատ մարդկանց են համախմբել նրա շուրջ, որոշեց անձամբ գործել։ Մի առավոտ նրա ամենագնացը փոշի բարձրացնելով մոտեցավ շինհրապարակին։ Այս անգամ նա մենակ էր, նա դուրս եկավ մեքենայից։ Եվ նրա հայացքում այնպիսի սառը կատաղություն կար, որ բոլորը տեղում սառեցին։ Երաժշտություն չկար, վիրավորանքներ չկային, միայն խիտ, լարված լռություն։ Տիգրանը դանդաղ, ծանր քայլերով ուղիղ գնաց դեպի Գևորգը, որը կանգնած էր մատուռի անկյունակարի մոտ։ Կամավորները մի քայլ հետ գնացին, ճանապարհ տալով։ Սա երկու մարդկանց անձնական մենամարտն էր, երկու աշխարհայացքների բախումը։ Տիգրանը կանգ առավ Գևորգի դիմաց, նրանց միջև ընդամենը մի քայլ էր մնացել։ Նրա հսկայական կազմվածքը ստվեր էր գցում խաչքարագործի վրա։ Դու դեռ այստեղ ես, շնչակտուր, զսպված կատաղությամբ խոսեց նա։ Դու կարծում ես, որ այս քարերի կույտը կփրկի քեզ, ես քեզ կջնջեմ այս հողի երեսից։ Գևորգը չշարժվեց, նա չէր վախենում։ Այդ պահին նրա սրտում միայն խաղաղություն էր եւ մի խորը, անսահման կարեկցանք այս ուժեղ, բայց ներքուստ դժբախտ մարդու հանդեպ։ Նա նայեց ուղիղ Տիգրանի աչքերի մեջ եւ նրա ձայնը հնչեց հանգիստ ու պարզ։ Ես գիտեմ, որ դու այս թաղամասից ես, Տիգրան։ Ես խոսեցի ծերերի հետ։ Ես գիտեմ, որ քո հայրը, վարպետ Մանուկը, հայտնի որ մնադիր էր, իսկ մայրդ, Տիկին Շուշանը, երգում էր եկեղեցու երգչախմբում։ Գևորգը ձեռքը մեկնեց եւ իր կողքին դրված քարերից վերցրեց մի փոքրիկ գեղեցիկ մշակված տուֆի կտոր, որի վրա փորագրված էր միայն երկու բառ՝ Մանուկ եւ Շուշան։ Նա մեկնեց քարը Տիգրանին։ Այս մատուռը կառուցվում է ի հիշատակ բոլոր այն մարդկանց, ովքեր այս հողի վրա ապրել, սիրել եւ արարել են։ Այն կառուցվում է նաեւ քո ծնողների հիշատակին։ Սա առաջին քարն է։ Դու կարող ես դնել այն պատի մեջ կամ կարող ես վերցնել ու ջարդել։ Ընտրությունը քոնն է։ Այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Տիգրանի դեմքի քարե դիմակը ճաք տվեց։ Նրա աչքերում միակնթարթ երևաց ոչ թե շինարարական մագնատը, այլ մի փոքրիկ տղա, որը հիշեց իր ծնողներին։ Նրա լայն ուսերը մի փոքր կորացան։ Նա նայեց քարին, հետո Գևորգին, հետո մատուռի պատերին, որոնց շուրջը լուռ կանգնած էին հասարակ մարդիկ։
Նա տեսավ ոչ թե իր թշնամիներին, այլ մի համայնք, որը վերականգնում էր մի բան, որը նա վաղուց կորցրել էր՝ հիշողությունը, հավատքը, արմատները։ Նրա ձեռքը դողալով մեկնվեց և վերցրեց քարը։ Նա մի քանի վայրկյան ամուր սեղմեց այն իր ափի մեջ։ Կարծես ուզում էր դրանից ուժ քաղել։ Հետո, առանց որևէ բառ ասելու, նա կտրուկ շրջվեց, գնաց դեպի իր մեքենան և մեծ արագությամբ հեռացավ։ Նա չդրեց քարը պատի մեջ, բայց նաև չջարդեց են։ Նա տարավ են իր հետ։ Եվ բոլորը հասկացան, որ պատերազմն ավարտված է։ Գևորգը հաղթել էր, առանց օք հարվածի, առանց օք վիրավորական խոսքի։ Մի քանի ամիս անց Սուրբ Գևորգ մատուռը կանգնած էր իր ողջ գեղեցկությամբ։ Փոքրիկ, բայց լուսավոր, այն դարձել էր թաղամասի հոգևոր կենտրոնը։ Գևորգի արհեստանոցը ծաղկում էր։ Պատվերները այնքան շատ էին, որ նա վերցրել էր ևս 2 աշակերտ։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել մարդկանց սրտերում։ Մի շաբաթ օր, երբ Գևորգը աշխատում էր մի նոր խաչքարի վրա, արհեստանոց մտավ Լևոնը։ Նա հագել էր հասարակ աշխատանքային հագուստ։ Առանց որևէ բան ասելու, նա վերցրեց ավելը և սկսեց մաքրել քարի փոշին։ Գևորգը նայեց նրան և ժպտաց։ Այդ լռության մեջ կար ավելին, քան ցանկացած ներողություն կամ խոստովանություն։ Դրա մեջ կար հարգանք, ընդունում և վերագտնված եղբայրական սեր։ Նրանք միասին աշխատեցին մինչև ուշ երեկո։ Երբ արդեն մթնում էր, Լևոնը դուրս գալուց առաջ հանգիստ ասաց. «Գիտես, մի հաճախորդ ունեմ, ուզում է իր այգու համար շատրվան պատվիրել։ Ես նրան քո հասցեն եմ տվել, ասացի իմ եղբայրը քարից հրաշքներ է գործում»։ Գևորգի ընտանիքը գտավ իր խաղաղությունը։ Տիկին Վարդուհին հպարտությամբ էր գնում շուկա, որտեղ նրան դիմավորում էին ժպիտով և հարգանքով։ Դավիթը ոչ միայն օգնում էր հորը, այլև սկսել էր սովորել խաչքարագործության արվեստը։ Անին կազմակերպում էր մատուռի կյանքը, այն դարձնելով ոչ միայն աղոթատեղի, այլև համայնքային կենտրոն։ Իսկ Տիգրանին այլևս ոչ ոք չտեսավ այդ թաղամասում։ Լուրեր էին պտտվում, որ նա վաճառել է իր բիզնեսը և հեռացել քաղաքից։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ եղավ նրա հետ, բայց Գևորգը հաճախ էր աղոթում նրա համար, խնդրելով Աստծուն, որ այն փոքրիկ քարը, որը նա տարավ իր հետ, դառնա նրա նոր կյանքի հիմնաքարը։ Սիրելի բարեկամներ, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս։ Քրիստոսի խորհուրդը՝ սիրեցեք ձեր թշնամիներին, ոչ թե թուլության կամ պարտվողականության կոչ է, այլ հաղթանակի ամենահզոր ռազմավարությունը։ Այն մեզ սովորեցնում է չարի ավերիչ էներգիան վերածել արարիչ ուժի, ատելությունը սիրո, կոնֆլիկտը հաշտության։ Գևորգը չփորձեց հաղթել Տիգրանին նրա իսկ դաշտում ուժով կամ օրենքով։ Նա Տիգրանին բերեց իր դաշտը, հավատքի, սիրո և արարման դաշտը, որտեղ Տիգրանի զենքերը անզոր էին։ Սա այն ճանապարհն է, որը մեզ ցույց տվեց Տերը։ Սա է այն հաղթանակը, որը հաղթում է աշխարհին։ Եվ հիմա ես ուզում եմ դիմել ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Խնդրում եմ կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր սեփական կյանքում։ Ինչ քարեր են նետել ձեր վրա և ինչպես կկարող եք դրանք օգտագործել ոչ թե պատասխան հարված հասցնելու, այլ ձեր կյանքում մի նոր, գեղեցիկ բան կառուցելու համար։ Եկեք միասին սովորենք լինել ոչ թե զոհեր, այլ հոգևոր ճարտարապետներ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Թող Տիրոջ խաղաղությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։